Սիրելիներ, բարև բոլորիդ, Տերս թող օրհնե մեր այս առավոտը ու թող իմիջիցս խոսա այն կարևոր թեմաների ու հարցերի շուրջ, որոնք որ իր սուրբ կամքի պես են։ Ես կուզեմ այսօր խոսամ ճշմարիտ քրիստոնյայի մասին, թե ովքեր են ճշմարիտ քրիստոնյաները ու ինչպես գտնել ճշմարիտ քրիստոնյաներին։ Այսօր հիմնականում մեծ մասամբ քրիստոնյա աշխարհի մեջ մարդիկ ադողներ, դադողներ, քննադատողներ են ու հպարտներ, մեծամիտներ, ինքնահավաններ։ Ու այս այն ինչ որ կսեմ հեչ մեկիցս հեռու չէ, ասպես եմ, որ դուք չմտածեք, թե այս այն ինչ որ կսեմ ուղղակի կառանձնացնեմ ընձի, ոչ։ Ով ինչ որ կսե, առաջին իր վրա կասկածեք, դիք ճիշտ է։ Ու դիք գիտեք, որ քայլեք կենեք, որ Բերիա քաղաքի մեջ մեկ քանի անձիկ գովեցին, որովհետև Պողոսի քարոզից հետո ամիջապես կքննեին, թե այս բաները ճիշտ են, թե չէ։ Եթե դուք ուզես որ եղնես ճշմարիտ քրիստոնյա, առաջինը դու պիտի սորվիս կիրառես քո կյանքիդ մեջ այն ինչ որ կլսես։ Ուրեմն ճշմարիտ քրիստոնյանիկ չէ, որ Աստվածաշունչը շատ լավ գիտե, իր մեջ շատ լավ կբացվի, շատ լավ կխոսա, եկեղեցու առաջնորդ է, եկեղեցի կհաճախե, զոհաբերություններ կենե, շատ չէ, ճշմարիտ քրիստոնյանիկ է, ով որ պատրաստ է ամեն ինչ թողնի ու Հիսուսի հետևից էժտա։ Եթե դու պատրաստ ես ամեն ինչ թողնես անուն Հիսուսի, ուրեմն դու չես կրնանես ճշմարիտ քրիստոնյա։ Հիսուսը ինչ սա, եթե մեկը կուզե իմ հետևիցս գա, պետք է ինքը իր անձը ամեն ինչ թողնի, չպետք է դառնա հետնայե, որ իմ հետևիցս կրնանա գա։ Որովհետև ճշմարիտ քրիստոնյան պետք է էժտա Տիրոջ հետևից ամբողջական, այսինքն պետք է չնայե, թե եթե ես քրիստոնյա եմ, չեմ հարդարվի, կհագնիմ երկար յուբկա, մազերես չեմ ներգե, ինչ կմտածեն իմ մասիս։ Մարդիկ, եթե դու հլը հարի այսօր կմտածես, թե ինչ կրնա մտածեն քո մասիդ, դու չես կրնա ճշմարիտ քրիստոնյա եղնես։ Ճշմարիտ քրիստոնյանիկ է, ով որ կմտածե, թե ինչ կմտածե իր մասին Աստված։ Ո՞րն է ճշմարիտ եկեղեցին, որտեղ որ կան պտուղներ։ Որտեղ որ դու կմտնես ու կտեսնես, որ քո կյանքիդ մեջ խաղաղություն կկա, քո հարցերիդ արմատապես կպատասխանվի, Տերը ներկա է, ու կան պտուղներ։ Դիք որ դից գիտենք, որովհետև կսե ճշմարիտ քրիստոնյան իր պտուղներից կերևա։ Բերենք օրինակ, Հովհաննես մկրտիչ նոր Հիսուսին սավ դու նայես, թե մեկ ուրիշին սպասենք, Հիսուսը չսավ ես նայեմ, սավ դե այն պտուղներս նայեք տեսեք։ Շատ հաճախ մարդիկ կրնան ադեն, տադեն, քննադատեն մեկը մյուսին, կին իրավունք չունի քարոզելու, այս եկեղեցում սիգե սխալ, նիկ է սխալ, սիրելիներ, ես մենակ մի բան կրնամ սեմ։ Դիք այն եկեղեցիներն են, որոնք որ կոնկրետ Աստծո հետ մոտ փոխհարաբերություններ չունին։ Եթե կինը եկեղեցում լուր պետք է մնա, ուրեմն կինը պետք է նաև փառաբանությանը չերկե։ Շատ եկեղեցիների մեջ կանայք կերկեն, լուր չեն մնա։ Ու գիտեք, երկով է մարդը կրնա սովորեցնե։ Ինչի երկով չեն սովորեցնե, ես երկելով կրնամ ավետարան քարոզեմ։ Այն եկեղեցիներում, որտեղ որ կսեն կինը լուր պետք է մնա, այդ եկեղեցիներում կանայք կվկայեն, թե Աստված ինչ հրաշքներ է գործել իրանց կյանքում, այսինքն լուր չեն մնա։ Ու երի
կան պատճառներ ներկայացնելու պարզապես Տիրոջից առաջնորդություն չունի, որովհետև բազմիցս անգամ ներկայացրել եմ։ Կինը պիտի լուր մնա, երբ որ Տերը իր ապերանը կփակե, ու կինը պիտի խոսա, երբ որ Տերը իրան կխոսեցնե։ Տեղեշքար տղամարդիկ պիտի լուր մնան, որովհետև խոսալու տեղ չունին ու խոսալու առաջնորդություն չունին Տիրոջից, իսկ կանայք պիտի խոսան։ Որովհետև տաճարի մեջ է, որ Հիսուսին բերեցին, բոլորը լուր մնացին ու աննաքուրը սկսեց իր ապերանը բացել ու աղոթել, չէ՞, Հիսուսին որ բերեցին տաճար։ Աննա մաշկարեն։ Բոլորը լուր մնացին, Աննան սկսեց խոսալ։ Այսինքն, այդ լռությունը աղբերները չեն որոշողը։ Այդ լռությունը Աստված է որոշողը։ Թե որ պահին կինը պիտի լուր մնա, որ պահին տղամարդը։ Եթե Տերը ինձ խոսեցնե, ես չեմ կրնա լուր մնամ։ Ու եթե մարդիկ կսեն դու Տիրոջից չես խոսա, ես չեմ կրնա պատասխան տամ, որովհետև ես մենակ մի բան կրնամ սեմ։ Աղոթեք, թող Տերը ձեզ ինքի միջիցս կխոսա, թե չի խոսա։ Եթե դու իրոք Աստծունն ես, կաղոթես ու կհասկնաս, թե Տերը իմ միջիցս կխոսա, թե չի խոսա։ Ճշմարիտ քրիստոնյան նեգ է, ով որ ամբողջությամբ պատրաստ է Տիրոջ հետևից էշտա։ Կնա դուք ու պատասխաններով զարմացնես շատերին, շատ խելացի պատասխաններ տաս։ Կանոնավոր եկեղեցի հաճախ ես զոհաբերություններն ես, բայց Տերը քեզի ուղղակի չհավնի։ Բերեմ օրինակ էլի Աստվածաշնչից, որ նոր այսօր առավոտյան քննարկեցինք, երբ որ Հիսուսին սատանան կփորձեր, ինքը Աստվածաշնչից շատ լավ գիտեր ու բերերգը մեջ բերում էր Աստվածաշնչից։ Այսինքն ոչ բոլոր Աստվածաշնչյան խոսքեր մեջ բերողներն են Աստծուց, այլ նա, ով կատարում է երկնավոր հոր կամքը, ու որի մասին Տերը անձամբ կվկա է։ Սա իմ սիրելին, որին ես հավանել եմ, նրան լսեցեք։ Լսեցեք նրան, ում համար որ Տերը անձամբ ձեզի կվկա է ու իր հավանությունը կուտա։ Որտեղ որ ձեզի Տիրոջ Սուրբ Հոգին կառաջնորդվե, հաստատվեք այդ եկեղեցում, որովհետև այսօր եկեղեցիները մեծ մասամբ ծախված են մեղքին, շահին, դիշկին, փողին։ Ու ոչ բոլորն են Հիսուսի նման մեր սատանայի առաջարկը, որ աշխարհի հարստությունը քեզի կուտամ, մենակ ընձի երկրպագ է։ Այսօր շատ հովիվներ, շատ առաջնորդներ ծառային մեղքին, այսինքն սատանային, որպեսզի հարստանան։ Եթե դուք տեսնիք, որ կա մի հատ եկեղեցի, որտեղ որ ոչ թե մեղքին կծառային, այլ Աստծուն, ու կտեսնիք, որ Տերը ներկա է, ու կտեսնիք, որ այնտեղ ոչ թե շահը, դիրքը, փողը, փառքն է, այլ կփնտրեն Տիրոջ Սուրբ ներկայությունը, ուրեմն ճիշտ այնտեղն է, որտեղ որ դու պիտի հաստատվես։ Աղոթեք Տիրոջից, խնդրեք հաստատություն, ու Տերը ձեզի կգուտա իժակամքի պես առաջնորդություն։ Ու գիտեք դիք ինչ է, դուք անկախ ձեզնից, կեշտակ այդ եկեղեցին, երկատը ինչ մագնիսին գծկե, այդպես դուք գծկեք այդ եկեղեցին։ Սկանը սիրելիներ, ինչ որ Տերս այսօր ուզեցա, որ ես ձեզի հետ խոսայի ու կիսվեի, պարզապես քննեք Տիրոջ կամքը, որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Ոչ թե ձեր կամքը փնտրեք, մի գնացեք այն եկեղեցիները, որտեղ որ դուք կրնաք ձեր կամքը կատարեք, այլ գնացեք այն եկեղեցիները, որտեղ որ կրնաք Տիրոջ կամքը կատարեք։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք ու հնազանդության մեջ կեցցեք ու հիշեք, Տերը հնազանդներին կբարձրացնե, խոնարհներին կբարձրացնե ու հպարներից էլ հագարակ կենա։ Ուղղակի Աստծո հզոր ձեռքի տակ խոնարհվեցեք, որպեսզի Տերը ձեզի ժամանակին բարձրացնե։